կարծում վճռաբեկի օրգան նման քննարկման, որտեղ վարքագծի կանոններով կաշկանդված են, բայց այ հսկող դատախազ, քննիչ կամ այդ կառույցների 53 քննիչ լիազորված անձ բնականաբար իրավունք ունեն բոլոր դեպքերում մենք փորձել ենք սա նաև իրավական դաշտում անել, այսինքն ցանկացած միջնորդություն, որ քննվում է դատարանում, կանոնը հետևյալն է, կալանքի միջնորդությունները քննվում են դռնփակ, բայց կողմը իրավունք ունի բարձրացնել դռնբաց քննարկելու հնարավորություն, բայց քննիչը եւ դատախազը որպես կանոն հրաժարվում, խուսափում են դրանից ու ունեն դրա օբյեկտիվ պատճառները, որովհետեւ այն ինչ որ տեղի է ունենում նիստերի դահլիճում, վստահեցնում եմ ձեզ, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար բավականին տպավորիչ է լինելու, թե սա ինչ մեղադրանք է, կոչինը կենսունակա թե ոչ, այս փողերի լվացման դեպքերը մի առանձին երևույթ են, որ քննիչի եւ հսկող դատախազի եզրահանգումները հասկանալու համար, չգիտեմ, երևի վերապատրաստում է պետք, որովհետեւ այդպես չի լինում։ Տրամաբանության կանոններից էլ են դուրս, ոչ միայն իրավաբանությունից։ Խաղով եմ ասում, բայց այդպես է։ Այ ինչու ենք մենք հաջողվել փողերի լվացման դրվագներով, որ դատարանները չեն կարողանում չի ստացվում օբյեկտիվորեն ֆիքսել հիմնավոր կասկածը։ Պատճառը դրա որն է։ Կարծում եմ պատճառը նա է, որ մենք յուրաքանչյուր նիստով դատարաններին փորձում ենք ներկայացնել այն փաստարկները, որով նախաքննական մարմինը կամ վարույթի հանրային մասնակիցները փորձում են դատարանին ուղղակի մոլորեցնել։ Այս բառը մի քիչ տհաճ բառ է, բայց փաստ է։ Ընդ որում այդ մոլորեցման դեպքերը մեկ տասնյակից ավել են, կոնկրետ ցայտուն օրինակներ ենք ներկայացնել, որ հարգելի դատարան, տեսեք, այս մի բանը ասում է այսպես, դրա հիմքում որևէ փաստական տվյալ չկա։ Այս մի բանը գնահատում է այսպես, բայց այդ եզրահանգումը օբյեկտիվ չի։ Ու դրանք բազմաթիվ են։ Փառք Աստծո, մինչև այս վերջերս, մինչև Վճռաբեկ դատարանի հայտնի դատական ակտի նոյեմբերի 13-ին 4 դատավորի մենք կարողացել ենք դա համոզել։ 4 դատավոր, որովհետև նաև այս վերջին երկարաձգման միջնորդության ժամանակ քննիչը նույն այդ սցենարով, նույն ավանդույթ արդեն դարձած մոտեցմամբ բերում է նույն մեղադրանքները, նույն փաստարկները, նույնիսկ այն դեպքում, որ այդ փաստարկների վերաբերյալ նիստի ժամանակ այնպիսի հարցադրումներ են հնչեցնում, նաև դատարանն է հնչեցնում, որ դրան պատասխան չկա ուղղակի։ Տրամաբանության շրջանակներում դրան պատասխան չկա։ Հիմա ասածս ինչ է, տեսեք, Վճռաբեկ դատարանի ինչքան էլ իմ նախկին գործընկերներն են, բայց մի որոշակի հատվածով կտորով անդրադառնամ դատական ակտին։ Մենք եւս բողոքարկել էինք Տիկին Մելիքսեթյանի ակտը, նաև որը որ անկոփող էր թողել դատավոր Դավթյանի դատական ակտը, այսինքն մենք եւս այդ ակտի հետ կապված որոշակի մտահոգություններ ունենք, անհամաձայնություն կար եւ ողջամտորեն նորմալ բողոքներ է գրել եւ ներկայացրել են Վճռաբեկ դատարանին։ Ընդ որում մի մասը վերաբերում է նաև կոչի դրվագին, այսինքն դարձյալ հիմնավոր կասկածի հետ կապված ենթատեքստեր եւ կարծում եմ հավասարությունը կողմերի պահելու տեսանկյունով կարելի է երկու բողոքներն ընդունել վարույթ եւ հանգել համապատասխան եզրակացության։ Այսինքն քննարկել, լուծել, հասկանալ հիմնավոր կասկածի շեմը կոնկրետ դեպքում փոխում ենք, թե նախկինում ինչ որ ձևավորվել է իրավական դիրքորոշումով մնում է նույնը, որովհետեւ եթե մերը մերժվում է դատախազի բողոքը ընդունվում է, մեր կանխատեսումը նա էր, որ ինչ որ նոր իրավական դիրքորոշում է դրսևորելու, այդ հիմնավոր կասկածի շեմը նվազեցնելու է եւ այլն եւ այլն։ Բայց արդեն որ փաստի առաջ էին կանգնել, որ բողոքը ընդունվեց գլխավոր դատախազի տեղակալի, այսպիսի մի դիմում միջնորդություն ուղեցին Վճռաբեկ դատարանի, որ պատվարժան դատարան, տեսեք ասում ենք, առաջի երկու հարցաններում մենք հաղթել ենք, չէ՞, մեր փաստարկները դատավորները հաստատել են, հիմա դուք մեր բողոքը չեք ընդունում, ընդունել եք գլխավոր դատախազի տեղակալի բողոքը։ Եվ այս վեճի առարկան փաստն է, ոչ թե իրավունքի հետ կապված հարցը, այլ հիմնավոր կասկած կա փողերի լվացման դեպքով, թե չէ։ Իսկ ինչպես գիտենք, Վճռաբեկ դատարանը երկու ռեժիմով կարող է բողոքները քննարկել։ Ընդհանուր կանոնը գրավոր ընթացակարգն է, բայց իրավունք ունի նաև կողմի կարծիքը հաշվի առնելու անցնել բանավորի։ Մեր խնդրանքը հետևյալն է, որ պատվարժան դատարան, եթե դուք ընդունել եք Վճռաբեկ բողոքը գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած, ուրեմն խնդրում ենք ձեզ, մեր բողոքն էլ մերժել եք, ընդ որում մենք մեր բողոքում այդ նորից բանավորության հարցը, ընթացակարգի հարցը բարձրացրել ենք, որ քննարկեք բանավոր ընթացակարգով, պատրաստ ենք գանք
ձեր հարցերին պատասխան։ Ստվերային Պատրաստ ենք չլինի։ լսել նաև մյուս կողմին ուղղված ձեր հարցերը, պատվարժան դատարան, որովհետև այդ բանավորությունը, անմիջականությունը, էապես փոխում է ամեն ինչ։ Մի բանա, որ դու փաստաթղթերը կարդում ես 7 հատորա թե 14 հատորա, մի բանա, որ դու կողմերին լսում ես, յուրաքանչյուրի փաստարկը ներկայացնում է, քո հարցերին էլ պատասխանում է։ Եվ ինչ, հետաքրքիրն է, որ այս պարոն Վարդևանյանը, որ ներկայացրեց, ստանում ենք որոշման հրապարակումից մեկ օր առաջ համապատասխան ըստ էության մերժումն է, որ գիտեք ինչ կա, գրավոր ընթացակարգով ենք անելու, դուք էլ ձեր որոշումը կարող եք ստանալ կամ հրապարակային ծանուցվելով, չէ, այդ կայքով, կամ էլ ձեզ կուղարկվի։ Հիմա մեր իմաստը ո՞րն է այս բանավորության։ Այս բանավորությունը որ լիներ, պարոն Ֆերոյանի առաջարկած այդ հրապարակային քննարկում, դիսկուրս, չգիտեմ, այս ամեն ինչը մեխանիկորեն վերանալ։ Ես վստահեցնում, եթե մի որևիցե նիստ հրապարակայինորեն իրականացվի դեռամբացության պայմաններում, նույնիսկ լրագրողել չլինեն, կողմնակի, անկողմնակալ անձինք լինեն, ես ուղղակի չեմ պատկերացնում, ինչ իրավիճակում են հայտնվելու վարորդի հանրային մասնակիցները, ինչ տպավորությունների տակ ենք հայտնվելու մենք եւ անկողմնակալ դիտողներ։ Այսինքն այս մասով, որ գաղտնի է, դռնփակ է, չգիտեմ, բոլորը նախազգուշացված են նախաքննական տվյալների հրապարակման, այս պատահական չի։ Այս պատահական չի։ Ակտի վերաբերյալ դատարանի, վճռաբեկի, տեսեք, գրած է ուսումնասիրելով միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութեր։ Ես վստահեցնում եմ դատարան ներկայացված նյութերում որևէ ողջամիտ փաստական տվյալ չկա, որ Սամվել Կարապետյանը իրականացրել է կազմակերպչական կամ ղեկավարի ինչ-որ գործառույթներ կոնկրետ այդ իրավիճակում։ Տեսեք, այնտեղ կարծես թե այսպես է վճռաբեկ դատարանի որոշումը կառուցված է այն առանցքի շուրջ, ասում է, որ դա վարույթի հետագա փուլի խնդիր է, այսինքն ինչա ստացվում։ Սամվել Կարապետյանը օբյեկտիվ կողմից որևիցե հանցագործության կատարման չի մասնակցել, այսինքն հափշտակություններ չի կատարել, ինքը հատուկ սուբյեկտ չի, հարկային պարտավորություն, հաշվետվություններ չի տալիս, հարկերից չի կարող խուսափել, այսինքն Սամվել Կարապետյանի հնարավոր առնչությունը հանցագործություններին միայն կարող է տեղի ունենալ հերավար կազմակերպչի դիրքերով, այսինքն որ հանձնարարի գնացեք այսպես արեք, չէ՞։ Էս է տրամաբանությունը։ Վճռաբեկ դատարանը այս իրավական դիրքորոշումը կարող է կիրառելի լինել այն դեպքում, եթե Սամվել Կարապետյանը ոչ միայն որպես կազմակերպիչ, անմիջականորեն մասնակցեր որևիցե հանցագործության կատարման, ինքն էլ ձեռքի հետ, այնպես որ ասում են, ձեռքի հետ էլ կազմակերպեր կամ ղեկավարեր, ցուցումներ տալ եւ այլն։ Այս դեպքում Սամվել Կարապետյանին վերագրվող արարքը կատարվել է հերավար, այսինքն կապը ենթադրյալ հանցագործության հետ պետք է լինի կազմակերպչի դիրքով, հանցակցության կոնկրետ տեսակի առումով։ Հիմա եթե դու վերագրում ես, որ սա վարույթի հետագա փուլի խնդիր է, ինչ է ստացվում, այսինքն ցանկացած հանցանքի համար մեկ ուրիշ անձի կարելի է դիտարկել որպես կազմակերպիչ, մեղադրանքի որոշման մեջ նշել կազմակերպիչ բառը առանց մեղադրանքի փաստական նկարագրությունը նշելու, զուտ կազմակերպչի մասով եմ ասում, եւ այդ մարդուն պահել տևական ժամանակ արգելանքի տակ, կալանքի տակ, մինչև նախաքննության ավարտը կամ չգիտեմ, մեղադրական վերդիկտ կայացնելը կամ արդարացման վերդիկտ կայացնելը։ Եթե դա նորմալ է, այստեղ իրավունքների հետ կապված խնդիր չկա, հիմնարար իրավունքների սահմանափակման ասելիքներ չկա, մեկնաբանելու բանը չկա, բայց ամենայն դեպս ես չգիտեմ, իմ համոզմամբ, եթե դատական ակտի, ուրեմն առաջնորդվում ենք դատական ակտի հիմնավորվածության եւ օրինականության այդ նվազագույն շեմը ապահովելու օրենսդրական պահանջով եւ համադրում ենք այս մի վարույթի հետ կապված առաջին նացիան վերաքննիչ վճռաբեկ դատարանի դատական ակտերը, իմ համոզմամբ ստորադաս դատական ակցիաների դատական ակտերը առավել հիմնավորված ու պատճառաբանված է այս մասով, որովհետեւ փաստական հանգամանքները մարդիկ անմիջականորեն ընկալել են, հետազոտել են եւ գնահատել են, ինչը չենք նկատում վճռաբեկ դատարանի դատական ակտում։ Աբսուրդի դաշտից է, բայց հետ է, չգիտեմ, իրավիճակը դա է։ Ես շուտվանից այսպիսի այս որակի դատական ակտ պատճառաբանվածության եւ հիմնավորվածության մասով եմ ասում, ես չեմ նկատել։ Շուտ տարի 6 ամիս է փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում, բայց ու նաեւ ինչն է խնդրահարույց, էլի կասկածելի նաեւ, որովհետեւ այդ կասկածելի հանգամանքները շատ են։
Տեսեք, Սամվել Կարապետյանը կալանքի տակ է։ Այդ ակտը, որ վիճարկվում էր Վերաքննիչի եւ Առաջինացյանի, կալանքի ժամկետը երկարաձգվել էր 2 ամսով։ Հիմա նման ակտի դեմ բերված բողոքը վարույթ ընդունելը ես չեմ կարողանում հասկանալ։ Ինչ նախադեպային դիրքորոշում չի փոխվել, ինչ-որ փաստական հանգամանք, փաստեր, նոր փաստ է հաստատել։ Նաեւ մենք մեզ դատարանը այնպիսի որոշում է կայացել, կարծես թե մեր դատավարական հակառակորդը լինի։ Ինչի համար եմ ասում, սա ոչ թե վերացական եմ ասում, այլ զուտ արձանագրում։ Տեսեք, հղում է կատարվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի վրա Սամվել Կարապետյանի եւ որոշակի կազմակերպությունների եւ դրանց ղեկավարների փոխկապակցվածությունը հիմնավորելու տեսանկյունով։ Այդտեղից էլ գալիս է բխեցվում է, որ նաեւ կազմակերպիչ է Սամվել Կարապետյանը։ Հիմա մինչդեռ տեսեք, թե քննիչը, թե դատախազը փոխկապակցությունը կապել են հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի հետ, այսինքն ասում են այս 30 հոդվածի զուտ հարկային օրենսգրքի 30 հոդվածի համատեքստում Սամվել Կարապետյանը փոխկապակցված է որոշակի տնտեսավարողների եւ նրանց ղեկավար աշխատակիցների հետ։ Հիմա հարց, եթե դատախազը քննիչը Առաջինացյանում, հսկող դատախազը Վերաքննիչ դատարանում, գլխավոր դատախազի տեղակալը Վճռաբեկ դատարանում, նման փաստակ չեն ներկայացել, որ Սամվել Կարապետյանի հնարավոր փոխկապակցվածությունը դիտարկենք նաև այս իմ հիշատակած օրենքի շրջանակներում։ Իրանք ասում են միայն հարկային օրենսգրքի համատեքստում է։ Վճռաբեկ դատարան, այս փաստարկը չի օգտագործվել։ Դու ո՞նց ես դատական ակտում լրացուցիչ հիմնավորում հսկող դատախազի այն փաստարկներն ու պատճառաբանությունները, որոնք հանգեցնում են համապատասխան դատական ակտը կայացնելու։ Ընդ որում ես գիտություն ասեմ, որ ի տարբերություն այլ բողոքների, հատուկ վերանայման բողոքի դեպքում ասում եմ, բողոքի հիմքում պետք է դրվեն Առաջինացյանի դատարանում հետազոտված ապացույցները, հիմքերը, փաստարկները ու նաև պնդումները։ Այս պնդումների մասը հատուկ վերանայման բողոքին բնորոշ հատկանիշ է, առանձնահատուկ հատկանիշ է։ Հիմա նման բնդում չեն արել Վարույթի հանրային մասնակիցները։ Վճռաբեկ դատան, դու եթե այս հիմնավորումն ես դնում դատական ակտի հիմքում, մեզ էլ զրկել ես, չէ, այդ բանավորության կարգով այդ նիստին մասնակցելու, մեզ հարց չես ուղղել, որ մենք մեր պատասխանը ասենք։ Մենք սա ո՞նց հասկանանք, եթե ոչ որպես դատավարական հակառակորդ, այսինքն ակտի կայացում, որը ասոցացվում է մեր տեսանկյունով պաշտպանական կողմի, որ դատարանը գործել է ի վնաս մեզ։ Այդ որոշումը մեր համար, այսինքն անակնկալ է նաև այդ փաստարկի, այդ պատճառաբանության համատեքստում։